Բարի լույս սիրելի ռադիոլսողներ, FM 106 եւ կեսի եթերում իր աշխատանքն է սկսում լրատվական ռադիոյի թարմ ուղեղով հաղորդումը։ Տաղավարում այսօր աշխատում է Լուսինե Հովակիմյանը, մեր հյուրն է ազգային միացյալ նախաձեռնության ներկայացուցիչ Շանթ Հարությունյանը, բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Ուշադրություն, հաղորդման մեջ հնչում են կարծիքներ, որոնք սխալմամբ կարող են մեկնաբանվել որպես սահմանադրական կարգը տապալելու փորձ։ Ռադիոկայանը պատասխանատվություն չի կրում այդ մտքերը սխալ մեկնաբանելու համար։ Կա ինչ-որ կարևոր հարց, որը ձեզ համար ամենագլխավորն է լրահոսից մեր։ Իմ համար կարևորը, որ Հայաստանը, ասենք Հայաստանի իշխանությունները շատ վատ ոսկի քաղաքականություն անել չի էլի, իրանք ոչ մի բան չեն անում, ասենք դավաճանություններ են կատարում անընդհատ հայրենիքի առաջ, որը հղիա շատ ծանր հետևանքներով Հայաստանի պետության գոյության ու դա պատմություն ունեցել է տես նախադեպեր, նկատի ունեմ այն 4 տարվա, ասենք Եվրոպայի հետ համագործակցությունը, համաձայնությունների նախապատրաստումը եւ ոչ մի ոնց որ ասենք պայմանավորված ու ասենք սեպտեմբերի 3-ին իր հայտարարությունը, այս դեպքը որ եղավ, ես հիշեցի պատմությունից, ուրեմն Տիգրան Մեծի որդին Արտավազդը, երբ որ Տիգրան Մեծը Հռոմի հետ մեծ համաձայնություն դաշինքային կազմեց, մինչև այդ ինքը ասենք պարսիկ հռոմեացիների հետ թշնամի էր, բայց նրանց եղավ ինքը դաշինք կազմեց եւ դարավ Հռոմի լավագույն բարեկամն ու դաշնակիցը, տենց էր պայմանագիրը կոչվում, ու Տիգրան Մեծից հետո իր որդին էր հայոց արքայից արքան Արտավազդը, որը այդ դաշինքը պահել էր։ Ու երբ որ Զորավար Անտոնիոսը եկավ իր զորքով լեգիոններով Պարսկաստանի դեմ կռվելու, Հայաստանում մտավ զորքը, գնաց հարավային մասը, Պարսկաստանում այդ հրահատ արքայի դեմ պատերազմ անելու, Արտավազդը ըստ որպես դաշնակից 17000 իր բանակով միացավ Մարկոս Անտոնիոսի բանակին, որը թվականակով Անտոնիոսը համարեց, որ կարա հաղթի պարսիկներին։ Ու պատերազմի նախօրյակին գիշերը Արտավազդ արքան իր 17000 բանակը վերցեց ու լքեց ռազմի դաշտը, որի արդյունքում Անտոնիոսը պարտություն կրեց այդ պատերազմում, այդ ճակատամարտում, ոչ թե պատերազմում, որից հետո, երբ որ հետ էր նահանջում գնալ Եգիպտոս, ինքը դավաճանության ընդհանրապես այդ բանի Արտավազդին դավաճանության մեղադրանքով վերցրեց ձերբակալեց իր ընտանիքին, տարավ Եգիպտոս Կլեոպատրային նվեր։ Այսինքն, սա գիտեք ինչ եմ ուզում ասեմ, որ ասենք եթե մեկ հետ ունես որոշակի տարիների մեջ արդեն ձևավորված համաձայնություններ ու վերցնել մի գիշերում փոխել, դա հղիա շատ ծանր հետևանքներ ունի։ Միջալուց Արտավազդի այդ արարքը շատ ծանր նստեց հայոց պետականության վրա, որը ասենք թերևի մի 50 տարվա մեջ այդ պետությունը վերացավ։ Մինչև արշակունները նորից եկան վերականգնեցին։ Այս ձևի դեպք եղել է նաև 14 թվին, արդեն պետություն չունեցած պայմաններում, երբ որ 14 թվի համաշխարհային պատերազմում Թուրքիան ու Ռուսաստանը իրար դեմ պատերազմի են մտնում, 14 թվին Էրզրումում դաշնակցության կուսակցության համագումարը որոշում է կայացնում, այդ Ռուբեն Տեր-Մինասյանի իր հուշերում գրում է։ Որոշում է բյուրոն կայացնում, որ իրանք չպետք է մասնակցեն որևէ մեկի կողմից համաշխարհային պատերազմում, բայց Ռուսաստանի հատուկ ծառայությունների ճնշման տակ թե ցարական իշխանությունների քարոզչության արդյունքում այդ որոշումը դաշնակցական բյուրոյի Էրզրում դաշնակցություն կուսակցության բյուրոյի որոշումը է, համագումարի թե բյուրոյի որոշումը լավ չեմ հիշում։ Այսինքն դառնում է թղթի կտոր ու ռուսա-հայկական հատվածում կովկասյան հայերը, կովկասյան դաշնակցությունը կամավորական ջոկատներ ստեղծում, երբ որ Թուրքիայի հայերը որոշում ունեին որպես դաշնակցության բյուրոյի որոշում, որ իրանք չպետք է մասնակցեն ու անպատրաստ վիճակում են հայտնվում, ինչա թե Կովկասում եղած դաշնակցական կառույցների ցարական իշխանությունների հետ համագործակցելով մտան պատերազմի մեջ, որը բերեց այն գենոցիդին, որը ասենք բոլորս մինչև այսօր գիտենք։ Այսինքն առնվազն երկու նախադեպ, մեկը հայոց կայսրության ժամանակաշրջանի, հզոր պետության ժամանակաշրջանի Արտավազդի դավաճանական արարքը, դա դաժե դավաճանությունից ավելի բարձր է, ինքը ավելի վատ է, այսինքն էլի գցել է ինքը, գցելը ավելի վատ է, դավաճանությունը հələ միտեղ էլի պատժվում է, բայց պսիխիկա չի փոխում, ասում են կոնկրետ էս ինչը դավաճանեց, բայց գցողական հոգեբանությունը, ասենք խաբեբայությունը բանը, դա ինքը բան է, նաև մանևրելու տեղ է թողում, ասում են լավ խափինք ասենք դրա հետևանքները ժամանակի մեջ այրում։ Դավաճանը կոնկրետ է, ինքը պատժելի է նաև, տեղում պատժվում է, մյուսը չի անի կամ գիտի անի կպատժվի։ Բայց գցելու, խափելու գործընթացը այդ ազնվական բանի էլիտայի մեջ, ասենք Արտավազդը մցրեց, որը ինքը ժամանակի մեջ պետք է հետևանք ունենար ու ժողովրդի պսիխիկայի վրա ազդեց, որը նաև ասենք 14 թվին էլ այդ ձևի եղավ։ Այսինքն սա Սերժի արարքը, պրեզիդենտի արարքը, այդտեն շատ մեծ հանցագործություն եմ համարում ու դա նաև ցույց է տալիս նման գործիչների, որ նման պետություններ իրավունք չունեն գոյատևեն։ Եթե մի պետություն ինքը կայուն պարտներություն չի անել չգիտի, կանխատեսելիություն չունի, վստահելիություն չունի, բան, ասենք ոչ մի միջազգային հանրությունը չի հանդուրժում նման տիպի պետություններ։ Դուք պատկերացրեք ոնց որ տերորիստական մի հատ պետություն ստեղծվի, որը ինքը տերորը պետական քաղաքականություն հայտարարի։ Դա միջազգային հանրությունը նման տեղում նրան կոչնչացնի, որտեղ
վտանգ է ներկայացնում։ Տեսնեին եւ իմանային, կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններին իրենք են շատ լավ ծանոթ այդ կանխատեսելիությունն ու անկանխատեսելիությունը։ Չէ, դա այլ հարց է։ Հիմա մենք մեր հույսը դնենք, թե որ իրանք կարող են ներեն, քանի որ մեր իշխանությունները սրիկա են։ Չի, իրենք էլ պիտի իմանան, թե ում հետ են, չէ, համագործակցել։ Հասկացանք, դրա համար պատժում են, բայց նման դեպքերում պատժվում է ոչ թե տվյալ անձը, այլ պատժվում է պետությունը եւ ժողովուրդը։ Ես իմ դժգոհությունը սրանում ընդամենը։ Այդ դեպքում մի այսպեսի հարց տամ։ Այն իշխանությունները, որոնց մենք սովոր ենք մեղադրել գրեթե բոլոր մեծ հանցանքների մեջ, ձեր կարծիքով այդ իշխանությունները մեր մեջից են, չէ, դուրս եկել, իրենք հո չգիտեմ որտեղից չեն եկել։ Ինչպես է ստացվում, որ հենց այդպիսին են իրենք, արդյոք դրանում բազմիցս ասել եմ երբ հերոստատեսությամբ, թերթերով եւ այլ, չգիտեմ ինչի կրկնվեմ, թե չկրկնվեմ, ասել եմ Եղիշեի օրինակն է բերել եմ, ել դրա համար չբերեմ Եղիշեի օրինակը, հանրությունը շատերը գիտեն երևի, հա, բայց ասեմ, որ այդ հանրության միջից այդ օտար այն ուժերը, որոնք կառավարում են նման երկրներին, ասենք տվյալ դեպքում ռուսական KGB-ն է Հայաստանում իշխանությունը ձևավորում, որը էդի նորություն չի։ Ասենք 70 տարի է սովետական Հայաստանում էլ Մոսկվայի KGB-ն իրաց KGB-ի թույլտվությամբ պետք է արներ էլի երկրի ղեկավարը, ասենք այդ սկզբունքը չի փոխվել։ Շատ էլ թե պաշտոնապես հայտարարվել է Հայաստան անկախ։ Իրենց ազդեցության լծակները պահել են ու որպես կանոն նման երկրներում պետքա առավել վատին ընտրեն, որ ինքը միշտ իմանա հանրության կողմից ինքը ընտրված չի, իր նշանակողի առաջ ինքը հաշվետու լինի։ Եթե հասարակությունը նրան ընտրի կամ քաղաքացին, ինքը ուզի չուզի հաշվետու լինելու քաղաքացուն։ Դրա համար իշքամ էլ տվյալ թեկնածուն ցանկանա քաղաքացու կողմից ընտրվի։ Տշնամական երկրների հատուկ ծառայությունները թույլ չեն տա, որ քաղաքացին նրան ընտրի։ Ասենք լավ ընտրություն է կամ վատ, բայց քաղաքացու ընտրությունն է, հատուկ ծառայությունները որպես կանոն թույլ չեն տալիս, որպեսի տվյալ անձը միշտ իմանա, որ իրանց նշանակել է, ասենք, այս երկիրը ու գիտի, որ եթե այդ երկիրը իրան չթողեր, չօգներ կամ չպաշտպաներ, այդ նման հասարակությունը հնարավոր չի նման սրիկայի ընտրեր։ Ու երբ որ իրանք ընտրում են, նաև դա ոչ միայն իրանց դրածոյին են դրանով ապահովում, որ իրանց կամակատարը դառնա, այլև դրան դարձնում են որպես էտալոնային օրինակ հասարակությանը, որ ինչքան սրիկա լինես, այնքան գործերդ հաջող կեթա, այնքան կարիերատ լավ կստացվի, բան, ու հասարակությանը դրանով փչացնում են, էլի արժեքները ոչնչացնելով փչացնում են։ Եթե տրամաբանությամբ շարժվենք, ստացվում է, որ մեր հասարակությունը ինչ որ տուպիկային իրավիճակի մեջ է, այդպես է ստացվում։ Դուք ինչ որ մի ելք տեսնում եք։ Այո, ես ելքը տեսնում եմ, այո, տուպիկային վիճակը, քանի որ այդ հավի ձվի պատմության պես է դառնում, բայց այդ դեպքում sense մի վիճակ է։ Եթե հասարակության մեջ կան անհատներ, մարդիկ, անհատ չեմ ասում, հայտնի մտավորական իմաստով, այլ անձեր, որոնք իրանք անհատական արժե համակարգը կրում են, ես ասեմ, եթե կան այդ մարդիկ համախմբվում են ու դուրս են գալիս հեղափոխության։ Հիմա ընդհանրապես աշխարհում նես չի որ 50, 60, 70%-ը նույն արժեքներ են դավանում այս ձևի նեխած հասարակությունների մեջ ու իրանք դուրս են։ Որտեղ ընդհանուր նեխած հասարակություն խեն ասում, երբ որ 50-60%-ը արդեն նեխած արժեքներ է դավանում կամ արժեք չկա էլի տեղ այդ դեպքում, այսինքն եթե երկիրը ինքը պետքա դզվի, վերականգնվի, կազդուրվի առաջընթաց գնա, ասենք հասարակության մեջ ամենաշատը 3-ից 5%-ը կարող է լինի, որը իրանք այդ անհատների մասնախոսքը համախմբվեն, այդ մարդիկ, որոնք դավանում են արժեքներ, ընդհանուր արժի համակարգի շուրջ դավանան, այդ որ դավանում են, համախմբվեն, ու 3-ից 5% դա մաքսիմում կարող լինի, ասենք Ֆրանսիայում որ հեղափոխություն եղել է, Ֆրանսիայի այդ մեծ հեղափոխությունը, չէ, 1789 թվին կարծեմ, որ եղավ ազատության հավասարության եղբայրության այդ արժիքի տակ։ Ասма պատմաբանները միջև հիմա վիճում են, դա 300-400 հոգով են արել, թե 3000-4000 հոգով են արել։ Այդ հսկա Ֆրանսիայում այդ հեղափոխությունը Բաստիլի գրավումով բանով եղել է մի ամենաշատը կարող է 4000 մարդ է մասնակցել։ Ասենք Լենինյան այդ հեղաշրջումը ասում են 800-ից 1000 հոգի է Սմերային պալատը գրող է վերցրել, բայց ստեղծել են սովետական կայսրությունը Ֆրանսիայի հեղափոխությունն արել, ստեղծել են ֆրանսիական հսկա այսօրվա քաղաքակրթության մեջ մեծ դեր ունեցած պետությունը։ Ուզեմ ասեմ, որ դուք ասում եք հասարակության մեջ կան թե չէ, հենց այն փորձը, որ ես հիմա նախաձեռնում եմ, այդ հեղափոխական փորձը ցույց կտա հասարակության մեջ կան մարդիկ, որոնց համար կան այնպիսի արժեքներ, որի համար իրանք պատրաստ են զոհաբերվել, զոհողությունների գնալ, չգիտեմ, հալածանքների ենթարկվել։ Եթե կա որևէ հասարակության մեջ որոշակի տոկոս, ասենք մի տոկոս, 3%, Հայաստանում 3000 մարդով կարելի է Հայաստանում հեղափոխություն անել ու նորմալ երկիր սարքել, 3000 հոգով ընդամենը։ Ասում եմ, որ քանի որ արտագաղթի մասին շատ են խոսում, թվերի մասին, ես օրինակ կարծում եմ, որ մենք շատ ավելի քչով, շատ ավելի կարևոր հարցեր ենք լուծել։ Իմ համար ամենամեծ սպառնալիքը հասարակության ժողովրդի արժի համակարգի ոչնչացումն է։ Եթե մի հասարակություն չի ունենում արժի համակարգ, ինքը արդեն մեռած հասարակություն է, ինքը ավելի շատ անասնական, կենդանական բնազդով ապրող է, ու մնացածը արդեն հետևանք է, եթե մարդիկ կան, որոնք չեն կարող այդ ձև անասնական վիճակում համակերպության մեջ ապրեն անասնական, փախտում են այլ հասարակության մեջ գտնելու իրանց հոգի հարազատ արժեքներ, ես դրանց նախ չեմ մեղադրի, եւ երկրորդ, եթե արժեքները լինեն, իրանք կկարճեն այդ արժեքներից։
կասեն այն արժեքը, որ ես այդտեղ կամ, ասենք այդտեղ կրում եմ կամ զգում եմ հոգեպես լավ եմ զգում, ասենք դե Ֆրանսիայում կամ Ռուսաստանում չկա, ես ինչ այդ արժեքները թողնեմ։ Բայց որ արժեքները մեռնում է, օբյեկտիվ ինքնապաշտպանական է, որ իրանք լքում հեռանում են, այսինքն ձեր ասածը իսկապես խնդրեմը արտագաղթը, բայց արտագաղթի դեմը առնելով չի, որ պետք է ասես մի գնացեք ու երկիրը դզվի։ Արտագաղթի դեմ ես ուզում առնես, ուրեմն արժեքները կարգավորի, ասենքն կոռուպցիայի դեմ ես ուզում արժեքները կարգավորի, բանակը ես ուզում, չէ, ով որ ուզում է, ասենք ես ուզում եմ, դրա համար ես պատրաստ եմ բենզինի շիշը ձեռս, վեր կենամ դուրս գամ փողոցի մնգերին հետ, գնամ նախագահականը գրավեմ։ Գնամ պաժար տամ, ասենք որ կառավարության շենքը կլինի, KGB-ն կլինի հատկապես։ Ես խնդրում եմ որ թողեք։ Էս իմ խոսքերը ինչ։ Թողեք թող իմ վրա քրեական գործ հարուցեն։ Չէ, ասում եմ արտասահմանում տենց ասում են ինքը հանցագործ է, թող հանցագործություն է ուզում, թողանի, մենք էլ ունենք օրենք կդատենք։ Հիմա իմ ընտրության իրավունքն է, ես ուզեմ հանցագործություն անեմ պետության դեմ։ Բենզինի շով գնամ ու պաժար տամ իրանց։ Դրանից ձեր կարծիքով ինչ է փոխվելու։ Ես ունեմ իմ իդեալները։ Ես գնում եմ իմ իդեալները իրականացնեմ, ով գալու է իմ կողքը ինքը չիմանալով խիա գալիս, ուրեմն ինքը դեբիլ առնելու։ Ով հավատում է այդ իդեալներին, այդ ազատության, հավասարության, եղբայրության իդեալներին, ով իր երազանքը ունի իր երկրի հետ կապված, ով իր հոգում կրում արժեքներ, որի համար ինքը պատրաստ է զոհվի, թող դուս գա գնա փողոցում զոհվի, թող իմ հետ չկա գնա առանձին զոհվի, ես տենամ այս հասարակությունը ընդունակ արժեքների համար զոհվելու։ Մեկի համար երեխեն արժեքա, թող գնա արժեք իր երեխու համար զոհվի, որը երեխեն դժվար վիճակում է։ Մեկի ծնողը այնքան դժվար վիճակում է, նպաստը կամ թոշակը բավարար չի, թող գնա նրա համար զոհվի։ Թող շանթի հետ չգա գնա զոհվի։ Թող դու եթե հասարակությունը, որտեվ բոլորը վերևից ներքև ասում են, որ անտանելի է այլևս, երկիրը կործանվում է, անդունդա գլորվում, չգիտեմ ինչ։ Որ մատը մատին տալը որն է, իշխանությունը ասում է դե կամաց կարգավորենք, որտեվ ինքը ուզում է աթոռը պահի իր ձեռը։ Ընդդիմությունը ասում է իրանք լավ չեն անում, մենք այդ նույն բանը լավ կանենք, այսինքն ուզում են աթոռ։ Բայց այն արժեքների մասին, բայց թող եթե ուզում են, թող գնան դե զոհվեն։ Թող ասենք մեկը մի հատ իշխանություններից վեկալ են իրանք ընկերոջը դատեն։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր նոր են մեզ միացել, ինչպես միշտ լրատվական ռադիոյի եթերում այս ժամին իր աշխատանքը շարունակում է Թարմ ուղեղով հաղորդումը։ Այսօրվա մեր Թարմ ուղեղը ազգային միացյալ նախաձեռնության ներկայացուցիչ Շանթ Հարությունյանն է։ Սերժը ասի ես սրան դադում եմ իր այն ամենալավ թիմակիցներից մեկին, որ ինքը դավաճանել է այն արժեքներին, որը մենք հրճակել ենք։ Թող վարչապետին հանի, վարչապետը ծրագիրը տապալում ոչ ոք չի հեռացում, նախարարները ծրագիր են տապալում ոչ ոք չի պատժում։ Այս նախարարը գնում աստեղ տապալում է, հանում են փոխանակ պատժեն, չեն դատում, թքած թող էտա անգործ։ Հանում ուրիշ տեղ են դրում նախարար։ Ցիկեն այն մարդը պետք է այնքան լավ բան արածելի, որ հերթով նշանակեն։ Ասենք Արտուր Բաղդասարյանը մեղադրվում է հայրենիքի դավաճանության մեջ, տանում դնում են անվտանգության խորհրդի քարտուղար։ Դա ինչ է նշանակում։ Ասում են ինչքան այսինքն դուք դավաճանել եք, այնքան առաջ կեթաք։ Ես դեմ եմ այդ արժի համակարգին, որ ձևավորված է։ Դու ոչ թե մենակ խոսքով եմ դեմում պատժի տակ բողոքելով, ես նախապատրաստում եմ, ասել եմ ժամկետները, նշել եմ այն ժամանակ, ասել եմ հոկտեմբեր-նոյեմբեր, էլի եմ պնդում հոկտեմբեր-նոյեմբերին ես դուրս եմ գալու հեղափոխության։ Եթե կլեն հասարակության մեջ մարդիկ, որոնք համամիտ կլեն իմ հետ, կհավատան իմ ասածներին կամ իրանց արժեքները կրելով որպես դաշնակից կարան դուրս գան մեր հետ փողոց, այն մնացածը կյանքը ցույց կտա։ Ձեր կարծիքով այդ զոհվելու մոդել, հարցը սենց դրա մասին էր, հա, այն մարդիկ ովքեր ասում են դե կգնամ հիմա, չգիտեմ, նախագահականը կգրավեմ կամ չգիտեմ, այս ձեր կարծիքով դա իսկապես հարց է լուծում։ Նախագահականը գրավելը դա ինչի համար է, օրինակ իմ մոտ առաջացել։ Այսինքն Հայաստանում 20 տարուց ավել է Հայաստան անկախ է, իր անկախ օրվանից ինքնընտրություն չի կարացել կատարի։ Այսինքն եթե իրանք ասեն հասարակությանը թողում ենք, թող հասարակությունը ընտրի, թող մի հատ սրիկա մարդ ընտրի ու հասարակությունը ինքը տեսնի, որ ինքն է սրիկա։ Այն ձեր ասած հարցին են վերադառնում, որ ինքը ոնց է իշխանությունը այդ հասարակության միջից է, չէ՞ ձևավորվում։ Ես ասեմ, որ չէ, այդ հասարակության միջի ամենատականքին են ձևավորել դրսից։ Բայց ես ասեմ, եթե նույնիսկ տականքը պետք է ընտրվի, թող ժողովրդի կամքով ընտրվի, թող ժողովուրդը տենա, որ ինքը իր հայլային նկարագրով մեկին ընտրել ու ոչ մեկից չբողոքի։ Ու պետությունը թող կործանվի այդ դեպքում հասարակության, դա կլինի հասարակության ընտրությունը, որ իրան պետք չի սեփական պետություն։ Բոլորս կիմանան։ Ոչ թե պատերի տակ բողոքեն, ասեն մենք ուզում ենք լավ երկիրը լի, բայց սրիկանները սենց են անում, թողում ենք երկրից գնում ենք կամ մենք էլ դրա համար մեղրի կարասի վրա նստած մեղրում պետք է մատը լիզենք, բան, ինչ որ սենց ապուշ ֆիլիսոփայություններ են ասում։ Ես ասեմ թող ընտրություն լինի, բայց քանի որ ստե ընտրություն չի կարա լինի, կամավոր չի կարա լինի, օրենքով գրած է 5 տարին մեկ ընտրություն, ոչ մի անգամ արդար ընտրություն չի եղել։ Դիմա ես հո էշ չեմ էտա, ոչ մի անգամ չեմ գնում ընտրության։ Ոչ մի անգամ չեմ հավատում, եթե ես գնամ ընտրության, կլի որ ինձ էշի տեղ եմ դրել։ Դե բայց ես էլ եմ ուզում այդ նույն ընտրությանը մասնակցեմ։ Դրա համար մտածեմ ավելի լավ է գնամ այդ բենզինի շիրով այդ շենքերը պաժար տամ, թողեն դրանք փախտեն Հայաստանից կամ ձերբակալվեն, 40 օր հետո արտահերթ ընտրություն ա լինելու, ժողովուրդը թող գնա ազատ ընտրի։
իր տեխնացուներին։ Ուզում ամենավերջի սրիկային ընտրի։ Մի ուրիշ հարց է հետաքրքիր։ Այսքան ժամանակ ընտրությունների տեխնացուների մեջ եղել է այնպիսի մարդ, որը դուք կուզեիք լիներ իշխանության գլուխ իսկապես։ Ինչ որ ժամանակ ես ասեմ, օրինակ ինչ որ ժամանակ ես Ղարաբաղ կոմիտեին դեմ լինելով 90-ականներին նախընտրում էի Չարյաց փոքրագույն Վազգեն Մանուկյանին։ Բայց 96 թվականից հետո ասենք նախընտրել եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, էլի Չարյաց փոքրագույնը, էլի իմ պատկերացած ղեկավարը չի եղել։ Ասենք այս անգամ էլի չեմ գնաց ընտրության, բայց ասում էի ովքեր ուզում են որևէ իրանց խղճի հետ հաշտ ընտրություն կատարեն, ճիշտը Հայրիկյանից են տալնա, բայց էլի իմ նախընտրած տեխնացուն չի էլի։ Ես ինքս էլ քաղաքական գործիչ եմ։ Եթե ես համարեմ այնիա լավ է, հենակ եթե իր կուսակցության անդամը կլինեի, ես ասենք ինքս չի լինի։ Շատերս է կարան դիտեն իբր թե ամբիցիայի դրսևորում, չնայած ամբիցիան նորմալ է, բայց դե ասենք ես ասենք այնպես չի եղել, երեխա վախտվանից պայքարի մեջ եմ եղել, ցավում եմ որ սաղին էլ ճանաչել եմ 5 մատիսպես այդ դեմքերին ու բոլորի մասն ունեմ կարծիքս ու ես դաժե եթե որևէ մեկին պաշտպանում եմ կամ դրական խոսք եմ ասում, դա շատ մեծ ոնց որ բան եմ անում, ադալժենի եմ անում իրանց կամ ոնց այդ բառը հայերեն ոնց կարելի շատ մեծ ոնց որ ավանսով իրանց գովում եմ, ավելի վատն են իրանք, քան որ ես իրականում կարող եմ իրանց մասին խոսամ։ Ավելի վատն են, չգիտեմ, ուզեմ ասեմ, հիմա դուք ինչի համար հարցրեցիք, ով ինչ բան տեխնացուն է։ Բայց հասարակությունը կնեք մի բան ասեմ, դրա փոխարեն ուրիշ բան ասեմ, ասենք ժողովուրդը 80%-ով գնացել Կարեն Դեմիրճյաններ ընտրել։ Ասենք նա եղածների մեջ երևի ամենաթույլ տեխնացուն էր։ Այս նոր աշխարհում նա ոչ մի բան ընդունակ չէր։ Նա սովետական աշխարհում կարող լիներ, ասենք թե այն ինչ որ եղել էր, Մոսկվայի հրահանգները կատարող, ասիկը հրահանգիչ։ Հայաստանում կարող հրահանգ։ Ասում եք, որ թող ոչինչ թող տական քննի։ Բայց թող ընտրեին։ Հա, բայց ես դեմ չգնացի, դե չէ՞ ասեցի ժողովուրդ Դեմիրճյանին մի ընտրեք։ Բայց ժողովուրդը ուզում էր իրան, թող իրան տային Դեմիրճյանին, տեսնեին Դեմիրճյանին։ Դա կարող ավելի հասունացներ։ Ժողովուրդը այդ վաղ ոչ թե մենակ Դեմիրճյանին չուզեր, հիմա չունի Դեմիրճյանին ցավոք, ասենք սպանելու գնով։ Ոչ թե ինքը սպանելու գնով Դեմիրճյանին չեր ունենա, այլ ինքը Դեմիրճյանի էպոխայի բոլոր գործիչներին ճամփա դրած կլներ։ Հիմա կփնտրեն նոր սերունդի անկախության ժամանակաշրջանի գործիչներին ու շատ հավանական է ընտրությունը ավելի հեշտանար իր համար, ճիշտ ընտրության մասին է խոսքը։ Բայց երբ որ Դեմիրճյանին ընտրումա չեն տալի, այդ հասարակության վերաբերմունքը մնում է Դեմիրճյանի ու Դեմիրճյանների նման, որ նրանք կարային փրկեին մեզ։ Դա վերում է նաև նրան, որ սովետը ավելի լավն էր, սովետի ղեկավարները ավելի լավն էին։ Պետք էր տալ նրանց։ Այդ կարոտախտը բոլոր ռեսպուբլիկաները անցան։ Տեսներին, որ այս պայմաններում դրանք ոչ մի ֆիգուրա էլ չեն, այդ դեպքում ոչ միայն Դեմիրճյանին կճանապարհեին, այլ մնացած բոլորին։ Ես ուզում եմ մի փոքր մենգանք էլի հետ Մաքսային միությանը։ Դուք դեմ եք, որովհետև ժողովուրդը չգիտեր թե ինչ է պատրաստվում անել նախագահը, թե դուք գլոբալ դեմ եք Մաքսային միությանը անդամագրվելուն։ Ինձ հետաքրքիր է ձեր։ Ռուսաստանի ժողովուրդը չգիտեր, ես ասի նախ էդի պետական գործի պահված չի այդ մասով խոսացի, բայց ես սկզբունքորեն դեմ եմ Ռուսաստանի հետ որևէ տեսակի պարտավորությունների հետ պարտավորված հարաբերությունների մեջ լինելը, բայց Ռուսաստանը մեր համար լինի ոնց որ ասենք Պարսկաստանը։ Դրանից ոչ ավել, միգուցե դաժե ավելի ցածր հարաբերության մեջ։ Համարյա Թուրքիային հավասար պետք է լինի եթե ոչ ավելի պակաս։ Ռուսաստանն եղել է վերջին 200 տարում հաջորդի բոլոր չարիքների գլխավոր պատճառը ու մինչև այսօր եւ արտագաղթը եւ այդ ամեն ինչը ինչ որ Հայաստանում այսօր ամեն վատ բան կատարվել է, դա ռուսական քաղաքականության, կայսերական քաղաքականության հետևանքի արդյունքով է Հայաստան այս վիճակում։ 20 տարի չեն թողում երկիրը դզվի։ 20 տարի մարդը գնում ընտրում է, անկախ դրանից Լևոն Տեր-Պետրոսյանը լավն էր թե վատն էր։ Մարդը գնում ընտրում է, ռուսական գեներալը, ՖՍԲ-ի գեներալը, գալի հրամանատալի ասում է դրեք գնդակար եք ընտրողներին։ Դա ինչ երկիր է։ Իսկի մեր թշնամի թուրքը տես բան չէր կարա իրան թույլ տար։ Այսինքն, իսկ Եվրոպային ոնց եք վերաբերվում, հա։ Եվրոպային վերաբերում են բարձր արժեքներ ստեղծած տարածք կամ աշխարհագրական տարածք կամ ժողովուրդների, ասենք բան, ասենք քաղաքակրթության դրոշակակիր, որը այսօր նեղում է։ Ես տեսնում եմ այն արժի համակարգը, որ ասում են եվրոպական արժեքներ, հասկացանք դա ինչ որ պայմանական է, դա քրիստոնեական արժեքներն է, ասինքն երբ որ հենց Եվրոպայի մի մասը հեթանոս ու վայրենի էր, հայերը արդեն այդ արժեքները դե յուրե ընդունել էին։ Այլ հարց որ հայերը չկարողացան իրանց հոգե հարազատ դարձնել, ասենք հավատարիմ մնալ այդ արժեքներին իրանց անհավատության պատճառով։ Ես կրոնական անհավատություն չեմ ասում էլի, այլ նկատի ունեմ հավատալ այդ բարձրագույն արժեքներին։ Ազատությունը մենակ կրոնական քարոզչության արդյունք չի այդ արժեքը։ Ինքը շատ էլ թե Քրիստոս ասեց ես եկել եմ եղբայրություն եմ բերում, չէ, բայց դա կրոնական չի մենակ այդ եղբայրությունը։ Եղբայրությունը մենք ընկերություն, եղբայրություն հետո այդ վարիացիաներ ունեցավ, չէ։ Եղբայրությունը եկավ դարավ ընկերությունը, աստվածային արժեք դարավ եւ այլ, չէ։ Հիմա սա ինչ եմ ուզում ասեմ։ Դրանք քրիստոնեական արժեքներ են։ Ուղղակի հայերը ինչպես միշտ դավաճանում են, ընդունված է նաեւ այդ արժեքներին դավաճանեցին։ Եվրոպան չի դավաճանեց, ընդհակառակը ինքը կարճեց այդ արժեքներին։ Այդ արժեքները տարավ աշխարհ։ Ինքը գնաց Ամերիկա աշխարհը գտավ Կոլումբոսը նույն արժեքներով առաջնորդվելով։ Ամբողջ ամերիկյան հասարակությանը թեկուզ կոտորելով, հանցագործություն կատարելով թե ինչ, բայց քրիստոնեական
հայրենական արժեքները տարածեց ամբողջ լատինական ամերիկան, իսպանացի կարեցին, հյուսիսանգլիացի կարեցին, մյուսները արեցին, այսինքն այդ արժեքներին կարճեցին եվրոպացիք նույնիսկ իրենց թշնամիների հետ պատերազմում։ Հիմա սա ինչի համար եմ ասում, Եվրոպան այդ քաղաքակրթության դրոշակակիրն է եղել, ֆորպոստն է կարելի ասել։ Այսօր բայց ինչպես շատ քաղաքակրթություններ, ոնց որ Ժաննագին Բուզանդյան նեղեց իր արժեքներով հանդերձ ու վերջում կործանվեց։ Դրանից առաջ նեղեց ու կործանվեց Հռոմը, այսօր Եվրոպան ինքը նեղման process-ում է։ Բայց դա չի նշանակում, եթե նա հռչակել է ազատությունը կարևոր արժեք, ես Իրան եմ տեսնում իս դաշնակից։ Եթե Ռուսաստանը բռնապետությունն է հռչակել կարևոր արժեք, Եվրոպան ազատությունը, ես այդ երկուսի մեջ ուզեմ չուզեմ, պետք է ընտրեմ ազատությունը, որտեղ իմ ազգին ազատությունն է պետք։ Բայց եթե ինքը ազատությունը նաև հասկանում է սեռական, չգիտեմ ինչական, դա իրա խնդիրն է, ես որ գնում եմ ազատությունը վերցնում եմ, այսինքն եթե մեկին փող է տալի, ինքը գնում է փողով մարդ է սպանում, մեկին փող է տալի գնում շենք է սարքում։ Հիմա փողն է վատ, թե այդ մեկը։ Եթե Եվրոպան հռչակել է, որ ես մարդու իրավունքների բարձր արժեք է, ես մարդու իրավունքներ ուզեմ գնամ այնտեղ, որ իմ մարդու իրավունքները բարձր արժեք լինի, ու ես համարում եմ, որ մարդու իրավունքը նա չի, որ մարդը գնա սեռը փոխի։ Այլ մարդու իրավունքը նա է, որ ինքը աշխատանքի իրավունք ունենա։ Դրա չի գալիս է։ Նույն Եվրոպայում մի երկիրը սենց անում, նույն Եվրոպայում մի երկիրը, հետո ես մի բան ասեմ։ Օրինակ անձամբ ես այս վերջ ինչ ասում եմ Սաակաշվիլի մեկ է տեսնում անուման հենց եմ նեղվում, որ ինքը առաջին ար։ Ես ասում եմ իմ ընկերներին ասեմ, ես ելնեմ այնտեղ ներկայացուցիչ, ես Սերժի փոխարեն ես այնտեղ խոսայի։ Ես կարող եմ կոչ անել Եվրոպայի ժողովրդներին, Եվրոպայի տղամարդկանց։ Ասի չհասկացա, դուք եղել եք այս Եվրոպան տվել այս որ Նապոլեոնն է տվել, չգիտեմ Կոլումբոս է տվել, ոչ եմ համաշխարհային դեմքեր է տվել։ Դուք սրա ժառանգորդ եք արա, դուք ոնց եք թողում որ Եվրոպան նեղի ձեր աչքի առաջ։ Հələ դուրս եկեք մի հատ փողոցները պաժար տվեք, արա։ Պաժար տվեք բոլորի այն պաշտոնյաներին, որոնք քարոզում են հոմոսեքսուալիզմը, որոնք քարոզում են երեխեքին մամա-պապա չասեն։ Խիբը, եթե ես Եվրոպայի լիարժեք անդամ եմ, ես նաև Եվրոպայում կարող եմ, ես ոնց եմ իմ Հայաստանում որպես անդիմադիր հանդես գալի, ուզեմ երկիրը լավ լինի, չէ՞։ Ես եթե մտնեմ Եվրոպա, ես ընդեղ եմ այդ կռիվը տալու իրանց դեր։ Չէ, գնալու եմ հենց այս ստրկամիտներն են, որ ասում են, ախր ռուսի հետ ստրուկենք, այնա հարմարվել ենք, ախր Եվրոպային ինչ ստրուկ լինենք։ Ես ոչ ընդեմ տենում ստրուկ, ոչ ընդեղ, բայց ես տենում մեկը թշնամիա, մեկը չգիտեմ թշնամիա թե բարեկամ, կարամ հարաբերվեմ։ Մի մարդ, որը պայքարում է երջանկության համար, կարող է հասնել, կարող է չհասնել։ Իսկ նա չի պայքարում, հաստատ չի հասնելու։ Հիմա սա ինչի համար եմ ասում։ Եթե իմ համար 200-300 տարի պարզավոր ռուսը երբեք հաջորդի շահերը չի պաշտպանել։ Նա միշտ ոտնահարել է, պետությունը կործանել է, հողերը մասնատել է, կեսը թուրքին, կեսը ադրբեջանցուն, կեսը չգիտեմ ում։ Այս ամենին ու մինչև այսօր այդ պայմանագրերը ինքը չեղել չի արել։ Մինչև այսօր Հայաստանը Ղարսի մարզը չունի, Նախճեվանի գավառը չունի, ռուսական Լենին-Քեմալ պայմանագրով, որը մինչև այսօր ուժի մեջ է։ Այսինքն քանի այդ պետությունը թելադրող է, քանի Ռուսաստանը թելադրող է, այդ որոշումը չի փոխվելու, մոռացեք։ Միայն մի շանս կա, որ այդ որոշումը փոխվի, եթե Ռուսաստանը ջախջախվի։ Պատկերացրեք այսօր բաներ Ռիբենտրոպ-Մոլոտով պայմանագիրը, չէ, Հիտլերն ու Ստալինը վեկալեցին, Եվրոպան կիսեցին Լեհաստանով, Պրիբալտիկայով։ Պատկերացրեք այսօր այդ պայմանագրով հանգարց գործ էր։ Այսինքն Լեհաստանը կիսված էր, Լենինը պարտված էր, Սովետը պարտված էր, բայց ասենք աշխարհում հարաբերվեն իրար հետ այդ պայմանագրով։ Հիմա ես ասեմ, քանի Ռուսաստանը վերջնական չի պարտվել, այդ պայմանագիրը մնալ է ուժի մեջ։ Դրա համար ես օգտելու եմ այդ Ռուսաստանի թշնամներին, որ իրանք պարտվեն, որովհետև այնտեղ ես վստահ չեմ, իրանք կտան այդ հողերը թե չէ, բայց ես շանս եմ տեսնում այդտեղ։ Ռուսաստանում հաստատ ոչ մի դրական շանս չեմ տեսնում։ Նա հողերը խլել է, պետությունը հալածել է, ժողովրդին գաղթականը սարքել, ամեն վատը արել է։ Ես առնվազն պիտի ապուշ լինեմ, որ նորից իր հետ հույս կապեմ։ Դրա համար մեր ժողովրդի մոտ խոսք ունի, չէ՞, ասում է, որ մի ճամփով եթում է, սայթակում է, երկրորդ անգամ չի եթում։ Հիմա մեր ազգի ինչ ուզում է ցույց տա, որ ինքը էշից բետար է, հա, հայ-թա ռուսի գիրկը, հա, քաշվի։ Եվրոպայի գիրկը, երբ որ ես առաջարկում, թեկուզ Եվրոպայի գիրք չեմ ասում Դաստոյնի, լիարժեք լիիրավ անդամ ենք։ Գնանք Եվրոպա, իրանք մի բան սխալ կանեն, կշպստենք ճակատին։ Ինչ անենք, կյանքը, եւ կարող է պարտվեք նաև Եվրոպային, ինչ ա եղել։ Բայց գոնե մենք խելք կհավաքենք հաջորդ ընտրությունները մեր երկիրը ժողովուրդը արտաքին քաղաքական կողմնուշները կանի իմանալով ինքը ում հետ ինչի համար է գնում։ Այսօր իրանք ասում են, գնանք Ռուսաստան, որտեղ մեզ կտպի։ Գնանք Եվրոպա, կարող է մեզի ասենք Mercedes տա կամ չգիտեմ ինչ անի։ Բայց ես ասեմ, ամենակարևորը արժեքներն է, որի մասին խոսացի, մարդու իրավունք կլինի։ Այդ Mercedes-ը կարող է ես ստեղծեմ իմ երկրում, ավելի լավ Mercedes ստեղծեմ, քան Գերմանիա։ Օրինակ եմ ասում, ու մի քիչ դժվար է Գերմանիայի հետ մրցակցել, բայց միգուցե կարելի ասենք, չգիտեմ, ինչ որ բանով մրցակցել իրանց հետ։ Ռուսաստանը դա շանսը չի տալի, ասում եմ Ժիգուլին պետք է առնես ու վերջ։ Ինչ կարտադրեմ, դա պետք է առնես սպառես։ Այսօր այսքանը, հիշեցնեմ, որ դուք լսում եք Թարմ ուղղով հաղորդումը։ Տաղավարում աշխատում էր Լուսինե Հովակիմյանը, մեր հյուրն էր Ազգային Միացյալ Նախաձեռնության ներկայացուցիչ Շանթ Հարությունյանը։ Ցտեսություն։